Գեղարքունիքի Վարդաձոր համայնքում խոշոր եղջերավոր կենդանիների կաթնատվությունը կրկնապատկվել է։ Տարեկան 1900 լիտր էր, այժմ 3500-ից ավելի։ Արդեն 4 տարի հանրապետության 6 մարզերի 55 համայնքներում կառավարությունը Համաշխարհային բանկի հետ իրականացնում է ագրոռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրեր։ Կովերի կաթնատվությունը ավելացել է ավելի քան 20%-ով։ Մսատվությունը 18-ից 20%-ով։ Մանր եղջերավոր անասունների մոտ կաթնատվությունը ավելացել է 16%-ով։ Ծրագրի հիմքում առաջինը արոտավայրերի արդյունավետ օգտագործման խնդիրն էր, ընդլայնվեցին արոտավայրերի տարածքները, մշակվեց կենդանիների հերթափոխով արածեցման սխեմա։ Հայաստանի Հանրապետության տարածքի 1/3-ը, մոտավորապես 1.2 միլիոն հեկտար տարածք դա արոտավայրերն են, ապա դրա անարդյունավետ օգտագործումը մեղմ ասած անթույլատրելի է։ Կենդանիների մսատվությունը և կաթնատվությունը բարձրացավ, երբ համայնքներն ապահովվեցին կերի կայուն բազայով։ Համայնքներում ստեղծվեցին կոոպերատիվներ և համալրեցին խորհրդային տարիներից մնացած գյուղտեխնիկան։ Շատերի մոտ այն մտայնությունն էր, որ մենք սովետական կոլխոզներն էինք ստեղծում, բայց ծրագրի իրականացման ընթացքում բավականին լուրջ խորհրդատվություն իրականացվեց համայնքներում, բացատրվեց կոոպերատիվի առավելությունները։ Առողջ ու որակյալ մթերքի համար էլ մարզերում ստեղծվում են անասնաբուժական սպասարկման կենտրոններ։ Նախատեսվում է նման ծրագրեր իրականացնել ևս 100 համայնքում։ Կընդգրկվեն հանրապետության բոլոր մարզերը, բացի Արարատից և Արմավիրից, որոնք չունեն խոշոր արոտավայրեր։ Հայկուհի Ասատրյան, Նարեկ Գալստյան, ժամը լրատվական։